Կապանում արդեն 5-րդ տարին անընդմեջ բազում երիտասարդների համախմբում է ռազմամարզական Դավիթ-Բեկյան խաղեր մրցույթ փառատոնը։ Այս տարի մրցաշարն անցկացվում է 3 հիմնական փուլով, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում է 8 թիմ։ Ընդհանուր առմամբ ուժերն է չափում 14-ից 17 տարեկան 240 պատանի, 4-րդ եզրափակիչ փուլ կանցնեն լավագույն 9 թիմերը։ Տարեցտարի Դավիթ-Բեկյան խաղերը ներգրավում է ավելի շատ մասնակիցների, ընդլայնելով աշխարհագրությունն ու մասշտաբները։ Այս տարի եզրափակիչ փուլի բացումը ավելի հանդիսավոր ենք անելու, որպեսզի ավելի շատ կապանում, հատկապես կապանում եւ հարակից շրջաններում տարածում ստանա Դավիթ-Բեկյան խաղերը, ինչպես նաեւ բարելավել ենք ենթակառուցվածքները, խաղային ենթակառուցվածքները, ամեն ինչ փորձում ենք անել, որ տարեցտարի հատկապես նախկին մասնակիցները գան եւ տեսնեն, որ մենք մի քայլ առաջ ենք։ Մենք ամեն տարի հայտ ենք ներկայացնում այն կազմակերպություններին, որոնք սոցիալական աջակցության ծրագրեր ունեն։ Հատկանշական է, որ այս տարիներին մեր կողքին է եղել Խոշոր Հովանավորներից ամրոց հիմնադրամը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սյուն հիմնադրամը եւ այս տարի նաեւ Իդրամ։ Առավոտյան մարզանք, նախաճաշ եւ զանազան մարզաձևերով մրցույթներ։ Այստեղ օրերն անցնում են հստակ կարգապահությամբ, իսկ ձանձրանալու համար ժամանակ պարզապես չի լինում։ Մասնակիցներից շատերն այս մրցավայրում առաջին անգամ չեն։ Անցած տարի մասնակցել եմ Դավիթ-Բեկյան խաղերին, հաղթելով խաղերը, ավելի շատ է ցանկությունս առաջացել նորից կրկին լինել այստեղ։ Շատ պատական է առաջարկը եղել ինձ ու առանց մտածել միանգամից համաձայնվել եմ, որովհետև այստեղ բնությունը, Սյունիքը շատ եմ սիրում երեխաներին ու տեսնելով իմ երեխաներին, ծանոթանալով երեխաներիս հետ, ավելի ցանկությունս մեծացավ, որպեսզի ես իրենց հետ գամ հրահանգիչ։ 5-րդ տարին է Դավիթ-Բեկյան խաղերն էլ հենց 5 տարեկան են, 5-րդ տարին է, որ ես մասնակցում եմ։ Ամեն տարի հենց թիմերը, մարդիկ ու բնաշխարհն է այստեղի ստիպում, որ վերադառնաս։ Սկսած օրակարգի ցանկացած կետից վրանում ապրելուց, թիմով աշխատելուց բոլորը փոքրիկ մարտահրավերներ են, որոնց հաղթահարելն է մեզ այլ ավելի ուժեղ դարձնում։ Հենց թիմում էլ, ինչպես նշեցիք, տարբեր բնավորության տեր մարդիկ են լինում, ընդհանուր մրցույթում բոլորը տարբեր բնավորության տեր են ու մարդկանց հետ համագործակցելը, միասին ինչ-որ լուծումներ գտնելը, ցանկած ինչ-որ խնդիրների շուրջ, եթե այդպիսիք լինում են, կամ ինչ-որ հարցերի շուրջ միասին քննարկումներ կատարելը, հենց այդ է տալիս այն մեծ փորձառությունը, որը մենք ձեռք ենք բերում հենց Դավիթ-Բեկյան խաղերում եւ ոչ այլ ուրիշտեղ։ Թիրախաշար, շախմատ, պարանի ձգում, անտառային արգելագոտու հաղթահարում, պատմության եւ հոգեվոր գիտելիքների վիկտորինա։ Փորձությունները պահանջում են ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն, այլև ճշգրիտ հաշվարկ եւ թիմային համագործակցություն։ Իմ ընկերներից եմ լսել եւ ես on-line էլ տեսել եմ, որ շատ լավ եւ բարդ խաղեր են այստեղ մասնակցում, շատ ճիշտ եւ տարբեր տիպի մեզ բաներ են սովորացնում այստեղ, որ ըստ ինձ եւ իմ ընտանիքին շատ կարեւոր է, որ ես սովորեմ եւ դրա համար որոշեցի, որ այստեղ կամ եւ ես կառաջարկեի, որ ամեն մի մարդ, որ 2008 եւ 2000 մինչեւ 2012 թվին ծնված են, գանել այստեղ մասնակցեն։ Այբը իր արժե համակարգիչ ելնելով որոշում կայացրեց, որ ինքը անպայման պետք է մասնակցի մշտապես, անկախ նրանից, որ մեր երեխեքը սովորական աշակերտներ են, հատուկ պատրաստություն չեն անցնում այդ ամեն ինչին, միևնույնն է, մենք պետք է մասնակցենք անկախ արդյունքից, նվազագույնից մի քանի անգամ գերազանցող պայմաններ ստեղծված են եւ յուրաքանչյուր տարվա հետ մենք նաեւ տեսնում ենք այդ թերությունների վերլուծության արդյունքում լուրջ առաջընթաց, լուրջ փոփոխություններ եւ յուրաքանչյուր տարվա հետ ես կարծում եմ, որ շատ ավելի բարձր մակարդակ կլինի։ Այսօրվա սերնդի համար չափազանց կարևոր է գիտակցել, որ իրական ուժը գիտելիքի եւ համախմբվածության մեջ է, ասում են կազմակերպիչները։ Հաղթանակը կարևորում են, բայց միայն արդար պայքարի արդյունքում։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ արդեն 2-րդ տարին է, ինչ Հայաստանից բացի մասնակիցներ ունենք նաև Սփյուռքից, անցյալ տարի թիմ ունենք Ռուսաստանից, այս տարի եւս 2 թիմ կմասնակցեն մեր միջոցառմանը եւ ունենք հավակնություններ համահայկական կարգի միջոցառման մակարդակին հասնելու եւ ավելի շատ ներգրավում ապահովելու տարբեր երկրներից, այդ թվում նաև մեր մոտակա հարևան բարեկամ երկրների հայկական թիմերի շնորհիվ։
Բնության գրկում առօրյա շտապողականությունից հեռու տասնյակ երիտասարդներ իրենց օրն ու միտքը նվիրել են Դավիթբեկյան խաղերին, հաղթահարելով բազում մարտահրավերներ։ Բարի ավանդույթ դարձած այս միջոցառումը կավարտվի օգոստոսի 2-ին, որոշիչ պայքարում բացահայտելով 2026-ի լավագույն թիմին։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։